Ելենա Արշակյանի «Հարսնաձորի լեգենդը» հեռուստասերիալում առավոտն իր խաղաղ ընթացքի մեջ էր Սաքոյի տանը։ Ընտանիքը հավաքվել էր սկսելու նոր օրը։ Սակայն այդ սովորական առավոտը խաթարվում է Անիկի անսպասելի հայտարարությամբ։ Նա ասում է, որ պատրաստվում է գնալ գյուղ տեսնելու Քաջիկի այրուն Լուսիկին։ Սաքոն զարմացած է, նրա մեջ մի տեսակ սառնություն է սողոսկում, բայց Անիկը շարունակում է, բացատրելով, որ Լուսիկը ծանր հոգեվիճակում է։ Գյուղի հարևաններն էլ ասել էին, որ կինն ամբողջ երեկոն մթության մեջ է նստում, առանց լույս վառելու, ու թվում է նրա շուրջը լռությունը գոռում է։ Մյուս կողմում Սոնան է, շեղտված զգացմունքներից, ովքեր ելք էին փնտրում բառերի միջոցով։ Նա հանդիպում է Լիլիթի հետ, միակ մարդու, որի հետ դեռ կարող է անկեղծանալ։ Սոնան խոստովանում է իր անհանգստությունները, ընտանեկան պառակտումները, Միքոյի հետ ունեցած սուր վեճերը, որոնք կարծես անդառնալի են դարձել։ Նրա հոգին ծանրացած է մեկ մտքով՝ ոչ ոք չի հասկանում իրեն, ոչ ոք չի ընդունում իր սերն ու ընտրությունը։ Վրամի հանդեպ իր ունեցած զգացմունքները դեռ մերժված են մնում ընտանիքում։ Լիլիթը իր խորհրդավոր հանգստությամբ փորձում է խրախուսել Սոնային, մղելով դեպի ներողություն եւ հաշտության ճանապարհ, առաջարկելով ելքեր։ Բայց Սոնան այդ պահին մեկ այլ ցավով է լցվում։ Նա հիշեցնում է նաեւ Հայկին, ասում, որ նա եւս ճնշված է, որ սիրը հարված է Նարեին։ Իսկ Լիլիթն էլ իր հերթին բարկանում է Նարեի անունը լսելիս։ Մյուս կողմում Հայկը իր խոհերի հետ մենակ չէ։ Նա զրուցում է Աբոյի հետ, հավատացած, որ ճշմարտության բացահայտումը չափազանց մոտ է։ Նրա ամբողջ ներաշխարհը կենտրոնացած է մեկ նպատակին՝ իմանալ իր հոր ճակատագիրը։ Նրա համոզմունքն ամուր է, որովհետև Սաքոյի քույրը Լալան այժմ Հայաստանում է։ Այս փաստը նրա համար լուսավոր դուռ է դեպի փակված ճշմարտությունը։ Աբոն լսում է զարմացած, բայց անչափ ուրախ, զգալով, որ այն հարցերի պատասխանները, որոնք տարիներ շարունակ հանգիստ չեն տվել ոչ Հայկին, ոչ իրեն, վերջապես հասանելի են դառնում։ Միևնույն ժամանակ Նարեն իր ներսում լի հակասություններով կրկին հանդիպում է Լալային։ Այս հանդիպումը գաղտնի ու անձնական, լի է լարվածությամբ ու հուզմունքով։ Լալան այս անգամ ավելի վճռական է։ Նա ասում է իր դիրքորոշումը հստակ։ Հայկը պետք է իմանա ճշմարտությունը, պետք է իմանա այն ամենը, ինչ տարիներ շարունակ թաքցվել է նրանից։ Նարեն լսելով այս խոսքերը դանդաղապես կոտրվում է ներսից։ Նրա հարցերը թափվում են օդում։ Ճշմարտությունը արդյոք կդառնա իրենց վերջը։ Արդյոք արժե մի ճշմարտության համար զոհել մի սեր, որը հազիվ էր սկսում ծաղկել։ Բայց Լալայի պատասխանը անառարկելի է, որը զրկում է Նարեին ցանկացած հույսից։ Նա ասում է, որ անկախ ամեն ինչից ինքը պետք է բացահայտի ճշմարտությունը։ Նարեի աչքերից անսանձ արցունքներ են թափվում։ Նա արդեն հասկանում է, որ իր երջանկության վերջին րոպեներն են։ Այն մատանին, որ Հայկը նվիրեց ի նշան հավերժ կապի ու ապագայի, այժմ ծանրացել է նրա մատին, ինչպես մեղքի ու կորստի նշան, որովհետև նա գիտի, ճշմարտությունը կպայթի։ Իսկ երբ այդ ճշմարտությունը դուրս գա լույս աշխարհ, Հայկը չի զայրանա հոր սպանության փաստի համար, ոչ, նա չի ների Նարեին այն լռության համար, որով վերջինս իրեն զրկել է ամենակարևոր բանից՝ իր հայրիկի ճակատագրի մասին ճշմարտությունը իմանալու հնարավորությունից։ Այս բաժանման մասին դեռևս ոչինչ չի ասվել, բայց արդեն սկսվել է։ Հարգելի հետևորդներ, արդյոք Լալան իրոք կհանդիպի Հայկին եւ կասի ճշմարտությունը։ Գրեք մեկնաբանություն։